Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Մամիկոն Ասլանյանն է։ Բարի երեկո, պարոն Ասլանյան։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Պարոն Ասլանյան, օրերս ձեր պատգամավորական մանդատը ձեզ բաշխեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այդ կապակցությամբ շնորհավորում եմ։ Եվ դուք, որ այս տարիների ընթացքում ձեր ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվել եք բանտում շատ երկար ժամանակով, դրանից հետո ազատության մեջ, բայց ձեր քաղաքական հայացքները չեն փոխվել եւ շարունակում եք մնալ գործող իշխանությանը ընդդիմություն, ինչ տիպի աշխատանք եք պատկերացնելու արդեն խորհրդարանում։ Իմ ամբողջ կյանքը հանուն է եղել եւ ոչ ընդդեմ, ես երբեւե ոչ մեկի դեմ չեմ պայքարել, ես պայքարել եմ մեր իրավունքների արդարության ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետության մեր համայնքի համար, ուստի թե այդ պահի իշխանությունը իրեն ոնց է պահել, դա արդեն իշխանության խնդիրն է, ես ոչ թե ինչ որ ի բնե հակա մարդ եմ, ես ընդհանրապես հանուն եմ, հանուն մեր երկրի, հանուն մեր քաղաքի, իսկ իմ գաղափարները բնականաբար դա կենսաձև է, դա կյանքի ապրելակերպ է, դա քաղաքական չի միայն իր մեջ բաղադրիչը պարունակում, դա ապրում եմ ես այնպես, ինչպես ինձ դաստիարակել են, ինչպես ես կրթվել եմ, ինչպես որ շրջապատում գործունեությանս մեջ սովորել ու փորձ եմ ձեռք բերել, այդպես էլ ապրում եմ, այդպես էլ ապրելու եմ։ Իսկ մնացածը թե ոնց կդասավորվի իմ կյանքի հաջորդ այս պատգամավորական կյանքը, դա էլ արդեն ժամանակը ցույց կտա։ ԿՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններից հետո կարողացան ձևավորել իշխանություն միանձնյա 49%, եւ դա ընդունելով փաստ տպավորություն էր, որ իշխանություն վերցնողը պետք է ավելի հանդուրժող լինի ընդդիմության նկատմամբ, բայց մենք տեսնում ենք, որ ոչ Նիկոլ Փաշինյանն է հանգստանում, ոչ ԿՊ-ն։ Մենք տեսնում ենք վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները, Նարեկ Կարապետյանի շուրջ զարգացումները, դատախազությունը նրա նկատմամբ կիրառել է բացակայելու արգելք 1 միլիարդ դրամ գրավ, այսինքն ո՞րն է պատճառը, որ ամեն կերպ ցանկանում են ձեր կուսակցության առաջնորդներին, առաջի շարքերում կանգնած մարդկանց անպայման տեսնել բանտում։ Իրենք վերցրել են այդ 49%, ինչու չեն հանգստանում։ Ես չեմ ուզում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերի հետ կապված հավանություն, հաստատություն, հաստատակամություն ինչ որ հայտնել, ամեն դեպքում ասեմ, որ բնականաբար իրենք այսօր ֆիքսել են փաստացի 49 քանից, որը վերածվել է խորհրդարանում արդեն 64 մանդատի, իսկ թե ինչու չեն հանգստանում, դա էլ Նիկոլ Փաշինյանի բնույթն է, իր վարած քաղաքականության, իշխանության, թե օպոզիցիա եղած տարիների, իր խառնվածքի արդյունքն է, որ ինքը հանգիստ ժամանակվա ոչ օպոզիցիոն գործիչ է, ոչ էլ խաղաղ ու հանգիստ ժամանակվա վարչապետ կամ իշխանության ղեկավար։ Ուստի դա էլ իր խառնվածքի արդյունքն է, իսկ թե կոնկրետ ինչու մեր ուժի նկատմամբ, բնականաբար մեր ուժը Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը այսօր կարճ ժամանակահատվածում, մոտ 3-4 ամսում կարողացել է ձևավորել քաղաքական միավոր, որը Հայաստանի Հանրապետության նախորդ բոլոր անցած ընտրությունների օպոզիցիոն ամենաարդյունավետ արդյունքն է արձանագրել, ուստի եւ Նիկոլ Փաշինյանի համար դա մեր ուժը այս պահին հանդիսանում է առաջնային թիրախ, որպեսզի նախ դիմադրողականության օջախը կոտրի մարդկանց ներսի եղած, չգիտեմ, ակտիվ գործունեություն վարելու, օպոզիցիոն գործունեություն վարելու պատրաստակամությունը, որը կոտրի, նաեւ երևի թե այլ նպատակներով, որովհետև նաև բացի Նարեկ Կարապետյանի նկատմամբ, նաև Սամվել Կարապետյանի, նաև մեր կուսակցության այլ համակիրների, անդամների ու կազմակերպիչների, մասնավորապես նաև առիթից օգտվելով ուզում եմ նաև քաղաքական հետապնդման ենթարկվող մեր ընկերների, մեր հարազատների շուտապույտ ազատություն մաղթել ու թող որ մեր երկրում որևէ ապօրինի ազատազրկված մարդ չլինի։ Ուժեղ Հայաստանից կալանավորված է կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանը, Դավիթ Ղազինյանը,
այլ մասնակիցներ, եւս կուսակցության անդամներ, հետախուզման մեջ գտնվողներ, Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվեց գրավ եւ երկրից բացակայելու արգելք, ձեր կուսակցության առաջնորդը Սամվել Կարապետյանն է շարունակում գտնվել տնային կալանքում եւ երբ հետեւում ենք ԿՊԱ-ականների թեզերին, դրանք հետեւյալն են, որ երբ այդ կուսակցության առաջնորդները եւ առանցքային դեմքերը կլինեն բանտում, չեն լինի կուսակցության ներսում, այդ կուսակցությունում չկա գաղափար եւ կուսակցությունը կփլուզվի։ Սրա հետ կապված ինչ կասեք։ Եթե խոսքը վերաբերում է անձակենտրոնությանը, ապա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դրա ամենավառ ներկայացուցիչն է որպես քաղաքական միավոր, երբ որ այնտեղից հանեն Նիկոլ Փաշինյան բաղադրիչը, այդ կուսակցությունը ոչ թե կփլուզվի, այլ կցնդի։ Հետեւաբար նոր առաջացող կուսակցության վերաբերյալ նման գնահատականներ տալը այդքան ոչ արդար է, ոչ պատեհ, ոչ էլ ժամանակին, որովհետև այդ կուսակցությունը դերևս գտնում է կայացման փուլում, այդ կուսակցությունը ունի լավ ռեսուրսներ մարդկային, պոտենցիալ եւ ժամանակի ընթացքում կարծում եմ կուսակցությունը թե կկայանա, թե գաղափարապես, թե հոգեբանորեն ամրանալու քաղաքական դաշտում իր ուրույն տեղը ունենալու առումով, այնպես որ ցանկացած իշխանություն այս բնույթի քաղաքական հակառակորդներին դիտարկում է որպես թշնամիներ եւ խոսույթի մեջ գերակշռում է ավելի շատ ատելության թշնամական խոսքը, ուստի ես նույն կերպ այդ ձև չեմ մտածում, որ նույն կերպ արձագանքեմ իրենց։ Ուստի ուղղակի հորդոր կանեմ, խորհուրդ կտամ զերծ մնալ ինչ որ շատ կտրուկ հայտարարություններից, որովհետև վաղը մյուս օրը չգիտենք որս որտեղ կհայտնվենք ինչ պայմաններում, ուստի ավելի լավ է process-ները թողնենք, եթե քաղաքական process-ներ են, քաղաքական տրամաբանության մեջ, եթե քրեական process-ներ են, իրավական հարթության մեջ, եթե անձնական process-ներ են, դրանք երբեք չբերել ոչ քաղաքական, ոչ իրավական դաշտ եւ որպիսի նաեւ մեր երկիրը թե քաղաքական համակարգի կազմավորման, բյուրեղացման առումով, թե հասարակության համերաշխության առումով գոնե գնանք դեպի միմյանց հանդուրժելու ժամանակաշրջան։ Այն բանից հետո, երբ ուժեղ Հայաստան կուսակցության առաջին համարը ներկայացնող Դաշինքի առաջին համարը ներկայացնող Նարեկ Կարապետյանը եւ կուսակցության անդամները ընտրություններից հետո հայտնվեցիք գյուղերում եւ սկսեցիք ձեր տված խոստումները տարբեր գյուղերում իրականացնել, դա շատ ուժեղ նյարդ է առաջացրել ԿՊԱ-ականների մոտ, իրենց Տարոն Չախոյաններով, ֆեյքերի պոակներով դուք դարձել եք նրանց քննարկման թեման, այն որ դուք գնում եք գյուղ, շփվում եք գյուղացիների հետ, նրանց խնդիրները լուծում եք գետնի վրա, ինչու է այդպես նյարդային դարձնում ԿՊԱ-ականներին։ Նյարդային դարձածներին կամ դարձողներին խնդրում եմ իրենց կյանքի պատմությունը դնել մի կողմ, մի պահի եւ ուսումնասիրել Կարապետյանների ընտանիքի պատմությունը հետ քաղաքական եւ նախաքաղաքական պատմությունը եւ կտեսնեմ, որ այդ ընտանիքը եւ նրա շարավիղը հանդիսացող Նարեկ Կարապետյանը նոր չի, որ գյուղացիների, քաղաքացիների, դպրոցականների, չգիտեմ, տկարների, հիվանդների կողքին է, ուստի այս դեպքում նաեւ որպես քաղաքական պատասխանատվություն եւ գոնե թե էսպային օպոզիցիոն առաջատար դերը ստանձնած ուժի ներկայացուցիչ մեր նշանաբանն է երբեք չկտրվել մեր հայրենակիցներից, այս պահին մենք քննարկում ենք այն համայնքները, որտեղ որ մենք ստացել ենք առավելագույն ձայններ, այցելում ենք այդ համայնքներում եթե ունենք տված խոստումներ կամ ունենք առաջարկություններ, աշխատում ենք այդ հարցերով գնան եւ լուծումներ գտնենք, մասնավորապես վերջերս գյուղացիների համար Ստեփանավանի տարածաշրջանի կոմբայն ձեռք բերվեց, առաջիկայում կլինեն այլ համայնքներ, որտեղ որոշակի խնդիրներ կլուծվեն եւ սա վերագրել զուտ միայն քաղաքական process-ներին, այս բանին սխալ է, որովհետեւ Կարապետյանները ի սկզբանե 30-35 տարի Հայաստանի Հանրապետությունում զբաղված են եղել պետությանը քաղաքացիներին օգնելով եւ այժմ էլ նաև ավելացել է մեր պատասխանատվությունը մի աստիճան բարձրանալու, մի քանի աստիճան բարձրանալու կոմպոնենտը, ուստի շատ բնական եմ համարում, որ մենք երբեք մեր ժողովրդից, մեր համայնքներից չենք կտրվելու,
Ասում են դուք այսօրվանից պատրաստվում եք հաջորդ ընտրություններին իշխանություն վերցնելուն։ Դա անում է իշխանությունը ցանկացած օր, ցանկացած ժամի, մենք անում ենք այն, ինչ գտնում ենք հարմար, ինչը թույլատրվում է օրենքով, ինչը չի արգելվում օրենքով, ուստի մենք ենք որոշում մեր կատարածի թե հետևանքը, թե դրա պատասխանատվության, թե դրա բարոյականության ու քաղաքական աստիճանը։ Հետևաբար զերծ կմնամ նմանատիպ հայտարարություններից, դեռևս նույնիսկ ազգային ժողովը չի ձևավորվել, որ խոսենք ապագա ընտրությունների մասին, սա մեր տված պատասխանատու խոստումների եւ հետեւողականության մասին է, որ մենք երբեք չենք թողնելու մեր կապը, անկախ նրանից այսօր Հայաստանի Հանրապետությունում ինչ իրավիճակ է տիրում, ինչ արդյունքներ են արձանագրվել, մենք մեր պատասխանատվության չափն ու գիտակցումը հասկանալով գնում ենք մեր համայնքներին ընդառաջ։ Պարոն Ասլանյան, այսինքն սրանք 1, 2, 3, 4 անգամյա ինչ որ այցեր չեն լինելու ընտրություններից հետո, սա ուժեղ Հայաստանում ձևավորված մշակույթ է լինելու անընդհատ գնալ մարզեր եւ այնտեղ լուծել խնդիրներ։ Այո, դուք ընտրություններին եկաք շատ լայն մեծ խոստումներով, ներկայացրեցիք ծրագրեր, որոնք կկատարեիք, եթե իշխանություն վերցնեիք, պետության մակարդակով այդ խնդիրները կլուծեիք, բայց փաստորեն հիմա դուք որպես ընդդիմադիր անձի մակարդակով շարունակական է լինելու, որովհետև նույն կերպ ես տեսնում եմ ԿՊԱ-կանների մոտ այդ քննադատությունը, որ 1-2 անգամյա այցեր են դրանք լինելու, կադրերն ապահովելու եք եւ վերջ։ ԿՊԱ-կանները թող իրենց այցերին անդրադառնան, իրենց ռեպլիկները թող պահեն իրենց ու ոչ միայն ԿՊԱ-կանները, մեր այցերը լինելու են պարբերաբար, մեր այցերը լինելու են երկուստեք, մեզ այցելելու են մեզ համակրող եւ նույնիսկ չհամակրող քաղաքացիները, մենք աշխատելու ենք հնարավորինս ու առավելագույնս մեր ողջ ռեսուրսը, մարդկային, չգիտեմ, գիտական, ինչ որ հնարավորություններ ուղղել մեր բնակչության հոգսերի կարիքների թոթափմանը, խորհրդատվություններին եւ այն ծրագրերը, որ մենք առաջարկել ենք որպես իշխանություն դառնալու դեպքում իրականացնողներ, մենք դրա այն մասը, որը մենք կկարողանանք իրականացնել նաև ընդդիմություն լինելով հանդերձ, մենք դրանք անելու ենք եւ դրանք լինելու են շարունակական եւ պարբերաբար ու պիտի հիասթափեցնեն բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ դրանք մեկանգամյա կամ իրենց մեջ տեսարաններ ու կադրեր ապահովելու համար արվող այցելություններ կամ գործողություններ են։ Պիտի դրանց հիասթափեցնեմ, ասել, որ մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներով, Հայաստանի Հանրապետության առավելագույնը մեր քաղաքացիների հետ շփումներ, խնդիրները հասկանալու եւ լուծելու ուղղությամբ։ Երբ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը որոշել է վերցնել մանդատները, նա իր ուղերձում այսպիսի մի ձևակերպում արեց, որ մենք գնում ենք կտրելու ԿՊ-ի թևերը եւ ակտիվ եք լինելու նաեւ թիմ ընտրություններին, հա։ Բայց սա ունի նաև հակառակ կողմը։ Մենք տեսնում ենք այս տարիների ընթացքում, որ մարզերում թիմ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական գործիչները հայտնվում են բանտում։ Այս երկուսի արանքում որակյալ եւ լավագույն լուծումը ո՞րն է լինելու։ Դուք նաև այդ գործիչներից մեկն եք։ Հաղթել եք, եղել եք ընդդիմադիր ձեր հայացքներով, հայտնվել եք բանտում։ Նույն Գյումրիում, որը ընդդիմության համար օրինակ էր, բոլորն ասում էին գնում ենք համապետական մակարդակով Գյումրի 2 անենք։ Մենք ինչ իրավիճակ ունենք հիմա Գյումրիում։ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց անմիջապես հետո։ Հիմա Գյումրիում ավականի ԿՊ-ն բոյկոտում է, ավականո նիստերը տեղի չեն ունենում եւ Նիկոլ Փաշինյանն ասել է, այնտեղ գնալու է խնդիրը լուծելու արտահերթ ընտրությունների։ Ուրեմն այս կյանքը իր ամեն օրվա մեջ, մանավանդ քաղաքական կյանքը ամենօրյա պայքար է եւ որևէ արգելք ու խոչընդոտ չպիտի պայքարից հրաժարվելու հիասթափության առիթ դառնա։ Մենք բոլոր համայնքներում, որտեղ կլինեն թիմ ընտրություններ, ունենալու ենք բարձր մասնակցություն, իսկ թե ում դեմքով, ինչ ցուցակով դա կորոշենք մենք կուսակցությունով, քննարկումների փուլում ենք գտնվում, մենք առավելագույնս այնպիսի մասնակցություն կունենանք, որ համայնքի հետագա կյանքը չխաթարվի, հասկանալով կմտնենք այդ process-ների մեջ եւ մեր արձանագրումները կլինեն առարկայական ու շոշափելի, բնականաբար քաղաքական պայքարի մեջ
մենք մտնելու ենք հաղթանակի պատրաստակամությամբ, հաղթանակի ձգտումով եւ ապագան ցույց կտա, թե որ համայնքներում ինչ միավորներով, ինչ ռեսուրսներով եւ ինչ ֆորմատներով ենք մտնում մասնակցության։ Ինչ վերաբերում է Գյումրի-Վանաձոր, մենք պիտի նաեւ հասկանանք, որ դրանք մեծ քաղաքներ Նիկոլ Փաշինյանի համար գլխացավանք է եւ նա իր բոլոր ռեսուրսները, ուժերը, այդ թվում նաեւ անօրինական միջամտությունները շարունակելու եք կիրառել, մենք էլ գտնելու ենք ձևեր, միջոցներ, որպեսզի այդ հարվածները լինեն առավելագույնս թույլ, տանելի եւ նաեւ որպեսզի մենք կարողանանք չխաթարել նաեւ մեր համայնքների կենսագործունեությունը։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի եւ իր իշխանության համար կոնկրետ Վանաձորի վրա օրինակը բերեմ, իրենց համար Վանաձորը կարծես թե այլ երկրի քաղաք է եղել եւ Վանաձորին 5 տարի զրկել են ընտրությունների միջոցով իշխանություն ունենալու իրավունքից, առավելագույն ձայներ ստացած պոտենցիալ քաղաքապետին տարել բանտում փակել են, նկատի ունեմ ինձ, եւ ավականուն թույլ չեն տվել գործնեություն ծավալի, ինչ-ինչ դատական կիսաապորինի ու ապորինի ակտերով կասեցրել են ավականու համայնքի ղեկավար ընտրելու իրավունքը եւ ըստ էության Վանաձորը մատնել են անտերության, Վանաձորը չունի ընտրված քաղաքապետ, Վանաձորում համակարգված որևէ գործ, չգիտեմ, որը որ կոնկրետ գլոբալ կվերաբերի Վանաձորին չի արվել մեծ առումով, բնականաբար աշխատանքներ կատարվել են, բայց Վանաձորը որպես քաղաքային միավոր դադարել է գոյություն ունենալու, որպես կազմակերպական իրավական ձև, որպես տեղական ինքնակառավարման մարմին եւ Նիկոլ Փաշինյանը որևէ պահի դրա համար ոչ ինչպես տեսնում ենք ոչ զղջացել է, ոչ էլ փոխմանել է, նույնը կրկնում է Գյումրիում, նույնը կրկնել է Գյումրիում, նույնը կրկնվում էր Մասիսում եւ այլ, հետեւաբար արդեն եթե դիմացի կողմի համար համայնքները գուցե որևէ նշանակություն չունեն, այստեղ կարևորը համապետական մասշտաբում իշխանություն ունենալն, օրինակ ինձ համար որպես վանաձորցի, հենց վանաձորցու կյանքը եւ վանաձորցու ներկայացվածությունը իր քաղաքի կառավարման գործում ամենամեծ բաղադրիչներից մեկն է, ուստի հենց այս բոլոր հանգամանքները վերլուծելով էլ խորհրդակցելով կուսակցության ղեկավարության հետ մենք կմտնենք Վանաձորում ընտրապայքարի, մենք կհասկանանք ինչ ֆորմատով, ինչ դեմքերով եւ ինչ ցուցակով ու ինչ նպատակներ դնելով։ Այսինքն ուժեղ Հայաստանը մարտավարություն ունի որդեգրած մասնակցել թիմ ընտրություններին։ Բնականաբար ուժեղ Հայաստանը որպես Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր դաշտի առաջատար բոլոր, չեմ ասի թե բոլոր, որովհետեւ բոլոր համայնքների մասով էս պահին որոշումներ չունենք, բայց առավելագույնս պիտի մասնակցենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ ամեն ինչ պիտի անենք, որ արձանագրենք հաջողություններ։ Դուք խոսեցիք Նիկոլ Փաշինյանի գլխացավանքի մասին, ասացիք Վանաձորը Գյումրին Փաշինյանի համար գլխացավանք։ Ոչ միայն Վանաձորը Գյումրին, մեծ քաղաքներ է ըստ էության, որովհետեւ գյուղական բնակավայրում մի քիչ ավելի այլ է պատկերին ճառումով, որ մեդիա հասանելիության, պրոպագանդայի, չգիտեմ, լոկալության առումով գուցե գյուղական համայնքներում մի քիչ այլ պատկեր է։ Իսկ ինչ պետք է անի այս ընդդիմությունը, որ Նիկոլ Փաշինյանի համար իսկապես գլխացավանք դառնա։ Ուժեղ Հայաստանը ինչպես է Նիկոլ Փաշինյանի համար գլխացավանք դառնալու։ Ընդդիմությունը, մասնավորապես Ուժեղ Հայաստան կուսակցությունը ամենօրյա ամենժամյա աշխատանքի շնորհիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, համայնքների, չգիտեմ, հիմնարկ ձեռնարկությունների, մասնավոր բիզնես սեկտորի հետ պիտի կարողանա ստեղծել ալտերնատիվ իրականություն։ Դա ո՞րն է, ինչպես եք ստեղծելու, որովհետև խորհրդարանական լծակները ձեզ չեն տալու այդ հնարավորությունը։ Խորհրդարանական լծակները դրա հետ կապ չունեն, դրա հետ կապ ունի ցանկությունը, դրա հետ կապ ունի օրենքներ չխախտելու պատրաստակամությունը։ Հիմա ինչպես եք այդ այլ իրականությունը ստեղծելու։ Նոր դուք ասեցիք, ոնց ենք մենք գնացել գյուղական համայնքներ, ոնց ենք մարդկանց օգնություն ցուցաբերել, այդ օգնությունը չի կրել ամենևին կներեք բարեգործության եւ միանգամյա ինչ որ օժանդակության բնույթ, դա կոնկրետ օգնություն է տարածաշրջանի մի քանի գյուղերի բերքատվությունը բարձրացնելու, բերքի ինքնարժեքը իջեցնելու, հետեւաբար օգուտը մեծացնելու, այսինքն գյուղական տնտեսությունների բարելավման։ Մի որոշ վայրերում մենք կունենանք, ասենք, ինչ որ բիզնեսի հետ այլ շփումներ,
մեր հասարակության, մենք ունենք իրավաբանների մեծ խումբ մեր հասարակության անդամների իրավագիտակցությունը բարձրացնելու, մեդիա խմբեր մեդիա գրագիտությունը բարձրացնելու հասարակության հետ լայնամասշտաբ աշխատելու միջոցով մարդկանց իրավագիտակցությունը, պետական գիտակցությունը, չգիտեմ, ու ընդհանրապես գիտակցականությունը բերելու այն մակարդակի, որ մենք կարողանանք այդ հասարակության համար նաև համախմբող ուժ հանդիսանալ։ Դուք բայց այդպես Նիկոլ Փաշինյանին գլխացավանքից ազատում եք, դուք նրա համար գլխացավանք չեք ստեղծում, դուք գնում եք լուծում եք այն խնդիրը, որ ինքը պետք է լուծի։ Ոչինչ, թող մեր քաղաքացիները հասկանան, որ Հայաստանի Հանրապետության մեջ կա քաղաքական ուժ, իր որը անում է այն, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարությունով պետք է աներ։ Դա գլխացավանքից ազատեցի Նիկոլ Փաշինյանին, դա ուղղված է մեր համակարգացիներին, մեր գյուղացիներին, մեր գյուղական ու քաղաքային տնտեսություններին։ Հետաբար ամենտեղ Նիկոլ Փաշինյանին հակառակ անելու համար մենք վնաս պատճառենք մարդկանց կամ մեր ձեռը եկածը չանենք, ինչա թե Նիկոլ Փաշինյանին գլխացավանք թուլացնելու ենք, ամենևին դա չի մեր խնդիրը, մեր երկիրը ուժեղացնելն է, Հայաստանը ուժեղ, անվտանգ, տնտեսապես հզոր տեսնելն է, ինչը մենք կանենք թե օպոզիցիա հիմա գտնվելիս, թե ապագայում իշխանություն գտնվելիս։ Հիմա անդիմադիրի կարգավիճակում ինչ պետք է անեք, որ դուք չստանաք կառուցողական ընդդիմություն ձևակերպումը, բնութագրումը, որը ստացան նախորդները։ Մեր օրակարգով Որն է ձեր օրակարգը լինելու։ Մենք ապագայի համար ենք այստեղ, մենք ապագայի ուժ ենք եւ մեր ուժերի ներածին չափով մենք մասնակցելու ենք մեր պատկերացրած ուժեղ Հայաստան կերտելու։ Տեսեք, պարոն Ասլանյան, դուք ասում եք մենք գնում ենք խորհրդարան մեր օրակարգով։ Ես չասեցի մենք խորհրդարան մենք լավ, մենք ունենք մեր օրակարգը։ Մեր ասած օրակարգը առաջ տանելուն ինչպես տեսնում ենք, մենք դեռևս խորհրդարան չենք գնացել, բայց օրակարգի ու մեր խոստումների որոշ բաժիններ արդեն իսկ իրականացնում ենք։ Հետևաբար դա զուտ դիտել խորհրդարանական գործնեության տեսանկյունից գտնում եմ շատ փոքր մասն է խորհրդարանական գործնեությունը, որովհետև թիմը շատ մեծ է, գործնեության ծավալներն ու մասշտաբները շատ ավելի մեծ են, իսկ խորհրդարանը կլինի այն խոսափողը, որտեղ կբարձրացվեն այդ հարցերը, որտեղ կներկայացվեն այդ հարցերը եւ դա կծառայի իշա Հայաստանի Հանրապետության եւ երբեք ոչ իշա Հայաստանի իշխանության։ Դուք ասում եք դա չի ծառայի իշա Հայաստանի իշխանության եւ այդ համատեքստում է իմ հարցը, դուք ինչ պետք է անեք այնտեղ, որ իսկապես Նիկոլ Փաշինյանի համար գլխացավանք ստեղծեք։ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոմանց վարձով տվել է կամ այն դա Հայաստանի Հանրապետության բյուջեից, մեր բոլորիս հարկերից գոյացող բյուջեից սնվող պետական ազգային սահմանադրությամբ նախատեսված կառույց է, որտեղ բոլոր որոշումները քպնդակում է, միայնակ։ Ուրեմն այսօր կդակի, վաղը չի դակի, մենք ավելի ծանր ժամանակներ ենք տեսել, հուսով եմ էլ չենք տեսնի, հետեւաբար հիմա իրողություններից փախչելն է լավ, թե իրողություններին ընդառաջ պայքարը շարունակել է։ Ես չեմ հասկանում։ Ինչպես պայքարել, որ ձեզ ձայն տված քաղաքացի չհուսահատվի։ Մենք մեր տանը, մեր գյուղում, մեր անկողնում թինգը տված եք, ինչա կպնչեր դակելու, մեզ գալու էր տներից հասներ ասել կներեք դուք որ չեք գալի չեք դակում, հետեւաբար մենք կստեղծենք այլընտրանքային այնպիսի օրակարգեր, որ ԿՊ-ի դակել չդակելը մեզ ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գոնե բարոյական վնաս չպատճառի եւ մեր հեղինակությունը կամ այսպես ասած մեր կողմից իրենց կառուցողական ընդդիմություն ձևանալը այդ կերպ չդիտվի։ Տեսեք, պարոն Ասլանյան, մեր հայ ժողովուրդը ոչ թե դիտելու կամ այն տպավորություն թողնելու համար ենք ընդհանրապես մեր կյանքը ապրել կոնկրետ ես, այդ կուսակցության առանցքային դեմքերը, անդամները, ղեկավարները, մարդիկ ապրել են ինչպես հարմար են գտել, ինչպես պահանջել է ավելի մեծ ասեմ, էլի հայի շահը, ինչպես պահանջել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու տնտեսական, պետական շահը, հետեւաբար այսօր ինչ որ ասենք մտածել, որ այդ գեղեցիկ շինությունը ԿՊ-ի հետ ունի օրգանական կապ, դա կլինի շատ սխալ, այդ նույն հաջողությամբ ԿՊ-ի ասֆալտած ճանապարհներով բերեք չերտևեկենք, մանավանդ որ ազգային ժողովը իրենք որևէ կերպ չեն սարքել, հետեւաբար ԿՊ-ն կդակի, չի դակի, իրեն ոնց կպայի, բոլոր իշխանությունները, խնդիրը այստեղ ձեզ ձայն տված քաղաքացիներն են։ Մեր ձայն տված քաղաքացիների հետ մենք
անմիջական կոմունիկացիոն ակտիվ գործունեության մեջ ենք լինելու, չենք դադարելու, չենք սահմանափակվելու խորհրդարանական աթոռները մաշեցնելով կամ բարձրախոսները, այնպես որ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար մեր տունն է, Հայաստանի Հանրապետության ցանկացած անկյուն, անկախ նրանից մենք ստացել ենք 350,000 թե 800,000 ձայն, մենք բոլորի համար լինելու ենք հասանելի, մեր բոլոր քաղաքացիների համար լինելու ենք ազգային ժողովի պատգամավոր, որը ներկայացնում է ժողովրդի։ Պարոն Ասլանյան, այսինքն ուժեղ Հայաստան կուսակցության դեպքում իզուր են այն մտավախությունները, որ կգնաք խորհրդարան եւ կնմանվեք Հայաստան դաշինքին։ Նրանք էլ ասացին 5 տարի մեր օրակարգով են գնում, բայց նրանց օրակարգը ու նրանց աշխատելավոճը բերեց նրան, որ իրենք 50%-ով պատասխանիչ ձայն հավաքեցին։ Նրանք մեր խորհրդարանական գործընկերներն են, ես նմանվել չնմանվելու մասին այդ մտքերը թողեմ կախված, որևէ մտավախություն չունենք կամ նմանվելու կամ չնմանվելու, Հայաստան կուսակցությունների դաշինքը ունի իր օրակարգը, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը ունի իր օրակարգը եւ այն ընդհանուր օրակարգերը, որոնք կհամապատասխանեցվեն մեր ընդհանուր օպոզիցիոն պայքարի մեջ, մենք կունենանք նաեւ ընդհանուր օրակարգ, հետեւաբար այստեղ մեկը մեկին նմանվելու, առաջ գնալու, առաջ տանելու որևէ խնդիր չունենք։ Ես հասկացա դուք ինչ եք ասում, ժամանակներ են, որևէ մեկը 20 թվականին միջև պատերազմը չէր մտածում, որ մենք կունենանք 21 թվական, 21 թվականի ընտրություններին չէինք մտածում, որ կունենանք ավելի ուրիշ պրոցեսներ եւ 26 թվականից հետո էլ կյանքը շարունակվում է եւ պրոցեսները, ինչպես պրոցեսները չեն իրար նման, այնպես էլ քաղաքական ուժերի ծավալած գործունեությունները չեն իրար նման, հետեւաբար այստեղ ոչ քաղաքացիների մտավախություններն են Այն քաղաքացիները, ովքեր մտավախություններ կունենան, մենք սիրով իրենց մտավախությունները կցրենք։ Դուք ասում եք, մենք խորհրդարան ենք գնում մեր օրակարգով։ Դուք ընդդիմադիր ուժ եք։ Դուք խորհրդարանում չեք ունենալու լծակներ ազդելու ԿՊ-ի որևէ օրինագծի վրա, իսկապես չեք ունենալու։ Ցավալի բան եմ ասում։ Մեր ազգային ժողովի կանոնակը դա միայն թվականակով է, որ ազդեցություն ունենալը։ Բա ինչով է որոշվելու։ Ինչ քվեարկությունները, մասնագիտական եզրակացություններով, հանրային միջոցներով, օրինակ, եթե, չգիտեմ, Հայաստանի Հանրապետությանը կամ ինչ որ մի հատ թևին, ինչ որ խավին վնասող օրենսդրական նախաձեռնություն լինի, դրա վերաբերյալ հանրային լայն քննարկումներ, այնքան գործիքական խորհրդարանական առաջին մեխանիզմը Վանաձորի համայնքապետարանում է կիրառվել, այնպես որ դրա եւ մենք էլ ենք ունեցել մեծամասնություն եւ փոքրամասնությունը հաճախ կարողացել է մեր տրամադրությունների վրա ազդել, հաճախ կարողացել է հանրային գիտակցության վրա ազդել, որպիսի մեր տրամադրությունները փոխվեն, այնպես որ խորհրդարանական գործունեությունը միայն մաթեմատիկայի թվականակի մանդատների ունեցած քանակի մասին չի։ Բայց ԿՊ-ն ցույց է տվել, որ մաթեմատիկան է իր դեպքում աշխատում 5 տարի։ Այս խորհրդարանը շնորհիվ Սամվել Կարապետյանի եւ նրա ձևավորած ուժի ունենալու է ամենաշատ մեծ թվով ընդդիմադիր գործիչների։ Սա իսկապես ձեռքբերում է ընդդիմադիր դաշտում, բայց անգամ ամենամեծ թվով այս ընդդիմադիր падգամավորները չեն կարողանալու ԿՊ-ի ձեռքը բռնել։ Հետևաբար, երբ ընդդիմությունը ասում է գնում է մի օրակարգով, չի ստացվում, որ դա ընդհանրապես վերացական խոսք է։ Գետնի վրա ինքը իր օրակարգը կյանքի կոչել չի կարողանալու։ Հիմա դուք ինչ եք ուզում, որ ես պատասխանեմ։ Դե ես հարցը տալիս եմ։ Ուզում եք ասեմ, որ մենք մեր օրակարգով չենք գնում, ԿՊ-ի օրակարգով ենք գնում եւ գնում ենք նմանվենք այլ կուսակցությունների դաշինքի, ես ասում եմ, մենք ունենք հստակ ծրագրեր, հստակ նպատակներ։ Այդ նպատակներին հասնելու ուղղությամբ մենք կատարելու ենք համալիր, լայնամասշտաբ, խորհրդարանական, արտախորհրդարանական մեծ մասշտաբի գործողություններ։ Դրանք կլինեն թե շարժումների տեսքով, դրանք կլինեն թե այցելությունների տեսքով, դրանք կլինեն թե մեզ ու մեր գաղափարներին համապատասխանող օրենսդրական գործունեության տեսքով, դրանք կլինեն կներեք պայքարի այլ մեթոդներով, թե խորհրդարանական, չգիտեմ, այդ ինչ են ասում, այդ մեծ սուր պայքարի միջոցով, այնպես որ մենք բացի անօրինական հանցավոր մեթոդները բոլոր պայքարի մեթոդներից օգտվելու ենք եւ աշխատելու ենք, այսպես ասեմ, որ մեղմեմ ձեր մտավախությունը, աշխատելու ենք ստեղծել
մեր կայուն օրակարգը եւ ես գիտեմ ու ես նաեւ տեսնում եւ զգում եմ, որ մենք կարողանալու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դառնալ օրինակելի քաղաքական միավոր։ Ասում եք աշխատելու ենք ստեղծենք մեր կայուն օրակարգը։ Ձեր կայուն օրակարգի մեջ մտնում է, որ դուք պետք է գնաք արտահերթ ընտրությունների, թե այդ կանոն օրակարգի մեջ մտնում է, որ ուժեղ Հայաստանը 5 տարի խորհրդարանում պետք է իրականացնի խորհրդարանական գործունեություն։ Խորհրդարանական լիազորությունները պատգամավորի եւ մնացած հարակից պաշտոնների դեռևս չենք ստանձնել, ուստի առանց խորհրդարան մտնելու, առանց քաղաքական պրոցեսների հունը հասկանալու, առանց աշխարհաքաղաքական եւ ներհայաստանյան պրոցեսների նկատմամբ որոշակի նաեւ ուղղորդվածության ճնշման միջոցներ ունենալու այս պահին ուղղակի ապրիորի հայտարարել թե մենք մտնում ենք որ գնանք արտահերթ ընտրությունների թե գնում ենք որ 4 ամսից իշխանություն փոխենք թե մի տարուց թե 5 տարի խորհրդարանում չգիտեմ անգործությամբ զբաղվել այս պահին կարծում եմ դրա մասին խոսելը ճիշտ չի մենք գնում ենք մեր օրակարգով մեր օրակարգը ուժեղ Հայաստան կուսակցությանը իշխանություն տեսնելն է եւ նրա առաջնորդ Սամվել Կարապետյանին վարչապետ տեսնելը, որպեսզի ունենանք ուժեղ ու անվտանգ հզոր տնտեսապես կայուն Հայաստանի Հանրապետություն։ Իսկ այդ ուղղությամբ թե գործողությունները մեզ ինչի եւ ինչ ժամանակահատվածում դրանք կհանգեցնեն, դրանք արդեն ռազմավարական կամ քայլ առ քայլ տակտիկական քայլերի մասին է, որը որ կներեք այս պահին ոչ էլ կարելի է դրա մասին խոսել կամ պատկերացնել։ Ուստի գնանք Երևա հաստատ մենք չենք գնում ԿՊ-ի մոտ իշխանայդ օպոզիցիա աշխատելու, մենք գնում ենք մեր լեգիտիմ գոնե այսօր ԿՀ-ի կողմից ֆիքսված 350 ձայներ ունեցող 350,000 քաղաքացիների քվե ունեցող լեգիտիմ падգամավորների հոգեբանությամբ եւ հետագայում արդեն մեր աշխատանքները եւ մեր գործունեությունը քաղաքացիները ու մեր հասարակությունը կգնահատի։ Այս բանին չի կարելի ոչ գովել մեր աշխատանքը եւ թերագնահատել կամ ընդունել քննադատություն։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Մարմատ մեդիայի եթերում զրուցակիցս Մամիկոն Ասլանյանն էր, կհանդիպենք երկուշաբթի։